Դուք անդադ խոսում եք, որ անկախ Հայաստանի շահերից չի բխում, այսպիսի հայտարարություն անելը։ Իրականում այդ անկախ Հայաստան ասածը դուք պատկերացնում եք ձեր նոր այս թեզը իրական Հայաստանի մասին, որի համար երկու օրինակ բառ կա, որ ասում են կարմիր լաթի նման ոնց որ փախնում են կամ դրանից գրգռվում են, երկու բառ կա, որը ձեզ համար գիտեք սպառնալիք է իրական Հայաստանի համար, հայկական եւ հաղթանակ։ Այս երկու բառերը դուք չեք կարող իրար հետ կպցնել։ Դուք բոլոր հաղթանակները, որոնք հայությունը ունեցել է, այդ հաղթանակները ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում։ Որտեղ որ հիշատակվում է հայ ժողովրդի հաղթանակի մասին, դուք սկսում եք փորփորել, տեսնել իսկ այդ իսկապես հաղթանակ է եղել։ Այդ ով ասել, որ այդ հայ ժողովրդի հաղթանակն է։ Այդ ինչ որ մեկին մենք ծառայություն մատուցելու համար ենք այդ ամեն ինչն անել։ Սարդարապետի հաղթանակը ձեր համար անընդունելի է։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, որի մեջ հայ ժողովուրդը դերակատար եղել։ Իր ինքը չի հաղթել միայն Հիտլերին, բայց հաղթանակի մեջ մաս է ունեցել, ձեզ համար անընդունելի է։ Եռատումն Շուշիի հաղթանակը ձեր համար անընդունելի է ընդհանրապես, որովհետև իսկապես հաղթանակ այդ տրամաբանությամբ հայկական հաղթանակ, հայոց հաղթանակ, հայ ժողովրդի հաղթանակ, դա ձեր պատկերացրած իրական Հայաստանի համար մեծ սպառնալիք է, որտեղ դուք պարտություններով պետք է կերտեք իրական Հայաստանը, ինչն էլ անում եք։ Պարտության հետևից բերում եք ու ժողովրդին մատուցում եք, որ դա մեծ հաջողություն է, մենք երբեք չենք ունեցել այսպիսի տարակազմիկ, անկախ, ինքնուրույն, ինքնիշխան պետություն, ինչպիսին հիմա ունենք։ Տիկին Կարապետյանը ասեց, որ հələ մի հատ հասկանանք ընդհանրապես այս իրական հաղթանակ է եղել։ Մենք, չէ, ձեր ասածը այդ է, ասում է Հիտլերի դեմ հաղթանակ է տարվել, բայց մի հատ նայենք տեսնենք Խորհրդային Միությունը ինքն իրանով ինչ է եղել։ Խորհրդային Միությունը հաղթանակ տանող հիմնական ուժն է եղել։ Հիմա եկեք քննենք ընդհանրապես այդ Խորհրդային Միությունը լավ պետություն էր թե չէ։ Ես որ գրում եք այդ մյուս բաները բախի չեք գրում, Խամփերյանցի մյուսների հետ, էլի այդպես լիքը բաներ կա, այո։ Ստալինյան ժամանակների հետ կապված լիքը բաներ կա։ Բայց ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Այդ նույն Ստալինյան ռեժիմով խորհրդային պետությունը, ինչքան էլ այո շատ ճիշտ է, որ եղել են այդ ամեն ռեպրեսիաները մեր իմ բարեկամներից էլ են ռեպրեսիաների մեջ եղել։ Ասում էին դաշնակ տանում էին աքսորում էին։ Ամենաշատը ես կարող եմ խոսեմ դրա մասին։ Ցանկ կար։ Բայց հաղթանակը, որ տարվել է չարիքը վերացնելու համար, Հիտլերյան այդ ամբողջ ռեժիմը, ամբողջ այդ թույնը, որ մտնում էր մարդկության մեջ, դրա դեմն առել են։ Հիմա ով որ առել է, պետք է ասենք բրավո։ Ամբողջ ժողովուրդն է դրա համար պայքարել։ Իմ պապը զոհվել է, ձեր պապերն էլ զոհված կլինեն։ Չգիտեմ։ Բայց հիմա հաստատ զոհվել է։ Հիմա ես ուզում եմ հիշատակեմ իմ պապի կատարածը։ Ի՞նչն է դրա վրա։ Եվ ես համարում եմ, այո, ինքը զոհվել է այդ հաղթանակը բերելով։ Բայց զոհվել է այնտեղ Սումիի մոտ։ Ինչն է այստեղ անհասկանալի չեմ հասկանում։ Ինչի՞ եք մենք այս հաղթանակ բառից անդադ ուզում մեզ հեռացնել։